Այսօր 28 է հունվարի 2026 թվական։ Ուզում եմ կարճ խոսել այլ լեզուներով խոսելու մասին եւ փոխանցել այն խոսքը, որ ինձ Աստված տալիս է նորից։ Այս թեմայով խոսելու համար, խոսելու պատճառով, այսպես ասեմ, շատ մարդիկ, շատ հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ ուղղակի չեն ընդունել ինձ եւ հրաժարվել են ինձ լսելուց եւ հրաժարվել են այս ալիքին հետևելուց եւ ինձ համարել են սուտ եւ կեղծ, բայց դա ինձ չի կանգնեցնում, որպեսզի ես, երբ լսում եմ Աստծո խոսքը, փոխանցեմ ձեզ, որովհետեւ ձեր սխալի համար պատասխանատու եք դուք, բայց երբ Աստված ինձ ու իմ նման մարդկանց խոսք է տալիս, որպեսզի փոխանցեմ իր զավակներին, մենք պատասխանատու ենք նրա համար, թե փոխանցեցինք, թե ոչ, Աստծո հանձնարարությունը, այսպես ասած, Աստծո տված գործը կատարեցինք, թե ոչ, եւ ես փորձում եմ իմ գործը կատարել, ինչքան որ կարող եմ, եւ արդեն երևի 5-րդ անգամ խոսում եմ այլ լեզուներով խոսելու մասին, սակայն այս անգամ չեմ բացատրելու, երկար չեմ խոսելու, ուղղակի կարճ փոխանցում եմ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, Սուրբ Հոգու խոսքը, որ տրվել է ինձ, որն ուղղված է այն մարդկանց, ովքեր խոսում են այլ լեզուներով, բայց նրանց տված իմացած այլ լեզուները, որ կարծում են Աստծուց է, սակայն տրված է ոչ Աստծու կողմից։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, Աստված տալիս է Սուրբ Հոգին տալիս է այլ լեզուների պարգև, բայց ոչ բոլորին, դա տրվում է քչերին, եւ դա էլ եմ բացատրել ինչու է տրվում քչերին, եւ շատերը կարծում են, թե Սուրբ Հոգով օծված, մկրտված լինելու առաջին թե նախապայմանը, թե նշանը, որ դու օծված ես Սուրբ Հոգով, դա օտար լեզուներով խոսելն է։ Մարդիկ կարծում են, որ եթե չեն խոսում այլ լեզուներով, ուրեմն Սուրբ Հոգով մկրտված չեն։ Ուզում եմ ասել ձեզ, որ այո, Սուրբ Հոգին այլ լեզուների պարգև տալիս է, շնորհում է քչերին եւ երբ մենք լսվում ենք Սուրբ Հոգով, երբ մենք ապաշխարում ենք, մաքրվում ենք, լսվում ենք Սուրբ Հոգով, Աստծո Սուրբ Հոգին սկսում է մեր մեջ բնակվել, նա իր պարգևներն է տալիս մեզանից յուրաքանչյուրին եւ ամեն մեկից նույն պարգևները չի տալիս, ինչ որ մեկին լեզուների պարգև է, ինչ որ մեկին մարգարեության, ինչ որ մեկին բժշկելու եւ այլն։ Աստված նորից կրկին իմ միջոցով ասում է բոլոր նրանց, ովքեր խոսում են օտար լեզուներով, խոնարհություն եւ հեզություն գտեք ձեր մեջ, թողեք ձեր մեծամտությունը, այդ ամուր կարծրացած բարձենկոտ եւ մեծամիտ դիրքորոշումը, որ ինքներդ չեք ընդունում, որ դուք մեծամտացած եք եւ կարծրացած եք նրա մեջ, որ պարտադիր է խոսել օտար լեզուներով, եթե չես խոսում օտար լեզուներով, ուրեմն Սուրբ Հոգով մկրտված չես, եւ այն բարձենկոտ մեծամտությունը, որ դուք ճիշտ եք անպայման։ Թողեք դա, հեզություն եւ խոնարհություն գտեք ձեր մեջ եւ աղոթքով խնդրեք ու հարցրեք Տիրոջը, Տեր Հիսուս Քրիստոսին խնդրեք, որ Տեր Աստծուն խնդրեք, որ նա ձեզ ցույց տա, եթե այն լեզուն, որով որ դուք խոսում եք եւ իրենից է տրված, թող Տերը օրհնի, թող Տերը զորացնի, թող Տերը ավելի մեծացնի իր օծությունը, թող օրհնյալ լինի, օրհնյալ է Տիրոջ տված ամեն պարգև, օրհնյալ է, մեծագույն օրհնություն է եւ օծություն է, սակայն խնդրեք, եթե Տեր քեզանից չի սա, խնդրում եմ ինձանից հեռացրու, որովհետև շատերը խոսում են, ինչպես ես եմ մի քանի անգամ ասել, բլբլոցներ են անում, որովհետև ես չգիտեմ հայերենում ինչ բառ օգտագործեմ, բլբլոց բառը շատերին դուր չի գալիս, լավ, հնչյուններ են արձակում, արտասանում տարբեր եւ կարծում են, որ դա Սուրբ Հոգու տված պարգև, այլ լեզուներն են, սակայն դա տված է լինում չարի կողմից։ Ինչու, որովհետև նրանք գայթակղված են եղել եւ շատ ինչպես ասեմ, գայթակղված լինելով անդադար խնդրում եւ ուզում են Աստծուց իրենց տա այլ լեզուներով խոսելու շնորհ, մտածելով, որ իրենք պետք է երբ այլ լեզուներով խոսեն, կմկրտվեն Սուրբ Հոգով։ Եվ Սուրբ Հոգով մկրտվելու համար պետք է մաքրվել։ Յուրաքանչյուր մարդ, ով ընդունում է իր Տեր Հիսուս Քրիստոսին, իր Փրկչին, իր Աստծուն եւ ապաշխարում է եւ մաքրվում է եւ իրեն հանձնում է Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերին եւ ներում է ստանում նրանից, նա մկրտվում է Տիրոջ Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգին սկսում է ապրել նրա մեջ։ Իսկ շատերը այսպես շատ
կարծրացած, ամրացած ձևով իրենց մեջ մտածում են, որ իրենք պետք է Աստծուց խնդրեն, որ իրենց տա Սուրբ Հոգու պարգևներից մեկը լեզուներով խոսելը առանց մաքրվելու։ Առանց մաքրվելու նրանք անդադար խնդրում են դա, եւ այդ դեպքում նրանց չարը կարողանում է խաբել եւ տալ ինչ որ հնչյուններ, եւ նրանք մտածում են, թե Աստծուց տրվեց եւ ընկնում են չարի ծուղակը։ Ես հասկանում եմ շատերը, երբ լսում են այսպիսի բաներ, ավելի շատ վախից չեն ուզում մտածել, որ միգուցե իրենք սխալ են, որովհետև իրենք վախենում են, որ խաբված կարող են լինել չարի կողմից։ Շատերը շատ մեծամիտ են եւ հպարտ են եւ չեն կարողանում խոնարհվել եւ մտածել, որ միգուցե իրենք սխալված են եւ Աստծուց խնդրեն, որ Աստված իրենց ճիշտը ցույց տա։ Հասկացեք, եթե դուք հիմա կանգ չառնեք, չխոնարհվեք, Աստծուն չդիմեք, դուք չեք կարողանա ազատվել, եթե ձեզ մի բան տրված է չարի կողմից։ Ուրեմն Աստված տալիս է այլ լեզուների պարգև։ Ես խնդրում եմ, որ դուք ուշադիր լսեք եւ ես սա ձեր համար եմ ասում։ Աստված իմ միջոցով ձեր համար է այս ամենը ձեզ կրկին հիշեցնում, ասում, որպեսզի դուք վերջի վերջո այդ հեզությունը գտնեք ձեր մեջ եւ խոնարհությամբ հարցնեք Տիրոջը եւ խնդրեք, որ ձեզ ուղղորդի։ Ընդամենը խնդրեք Տեր Հիսուս Քրիստոս, եթե այս լեզուն, հնչյունները, որ ես արտասանում եմ, եթե սա քեզանից չի տրված, ամբողջ հոգով սրտով խնդրում եմ, հեռացրու ինձանից։ Պետք է սրտանց խնդրեք, որովհետև զուտ ուղակի խոսքերով, բայց ներքուստ վախենալով, չուզենալով, այդպես չի լինի։ Ամբողջ սրտով խնդրեք Տիրոջից, Տեր Հիսուս Քրիստոս, եթե այս ամենը քեզանից չի հեռացրու ինձանից, խնդրում եմ քեզ։ Բայց եթե այս ամենը քեզանից է, սա քո տված այլ լեզուն է, հաստատիր իմ մեջ եւ թող քո օրհնությունը լինի, թող քո կամքը լինի։ Շնորհակալ եմ քեզ քո պարգևների համար։ Հասկացեք, որ ամեն մեկիս Աստված տարբեր պարգևներ է տալիս, տարբեր շնորհներ է տալիս եւ այնպես է տալիս յուրաքանչյուրիս, որ դա օգտագործի։ Նա շատ լավ գիտի մեր հատկությունները, մեր ընդունակությունները, շնորհները, տաղանդները, որ ինքը արդեն տվել է։ Եվ արդեն երբ տալիս է Սուրբ Հոգու պարգևներ, Աստված ամեն մեկիս մոտենում է յուրովի եւ նա շատ լավ գիտի ում ինչ տա եւ ինչպես օգտագործի, ինչպես ծառայեցնի։ Եվ եղել են դեպքեր, որ ինձ ասել են դե դու էլ խնդրի, դու էլ կստանաս լեզուների պարգև։ Ես միշտ Տիրոջը խնդրել եմ, եթե քո կամքն է, Տեր, թող լինի։ Թող լինի, Տեր, եթե քո կամքն է։ Եթե դու կարծում ես, որ դրա կարիքը կա իմ ծառայության մեջ։ Եվ ես պատրաստ եմ այն ամեն բոլոր պարգևները երջանկությամբ ստանալ, ընդունել, որ իմ Տերը կտա ինձ։ Միշտ ինչ որ խնդրում եք Աստծուց, խնդրեք, որ նրա կամքով լինի։ Եթե Սուրբ Հոգու տված լեզուները ինձ կօգնեն իմ ծառայության մեջ, որ Տիրոջ մասին խոսքը ավելի շատ տարածեմ, ես իհարկե երջանիկ կլինեմ։ Այսինքն, երբ Սուրբ Հոգին տալիս է ինչ-որ բան, դա նպատակ է ունենում։ Աննպատակ ուղղակի չի տրվում։ Հասկացեք դա եւ ընդունեք եւ հազարավոր քրիստոնյաներ այդպես միաբերան կենտրոնացած մի Աստծուց խնդրեք օտա այլ լեզուներ, խնդրեք, որ ձեզ մաքրի, ձեզ ազատի, ձեր սրտերը խոնարհեցնի։ Այսքանը։